Անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների միջնորդությամբ կայացած հանդիպման արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հռչակագիրը այսօր շարունակում են առաջ տանել թե Ադրբեջանի, թե Հայաստանի ղեկավարները։ Այս օրերին Հայաստանի տարբեր մարզերում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջ մղել խաղաղության և տարածաշրջանային կայունության օրակարգը։ Հաստատվել է խաղաղություն։ Եվ եթե մենք խաղաղությանը տիրություն չանենք, խաղաղությունը չի ապրի։ Իսկ եթե խաղաղությունը չապրի, Հայաստանի Հանրապետությունը չի ապրի։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Ղարաբաղի թեմային, ընդգծելով երկարաժամկետ խաղաղության և նոր բախումները բացառելու անհրաժեշտությունը։ Բայց նախորդ շրջանում էլ ինչ խոսել ենք, ասել ենք Ղարաբաղը, Արցախը, վերջում ինչ պարզվեց։ Ասում են հող ենք կորցրել։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մի հատ բացատրեք ինչով է մեր եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ, որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, այդ է եղել, ինչով է մեր եղել։ Ինչով մի հատ բացատրեք ինչով այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, ապրել ենք այնտեղ, բնակավայր ինչով է մեր եղել։ Մերը չի եղել, մերը չի եղել, ոչ միայն այդ մերը չի եղել, այլև օգտագործվել է նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խաղաղության թեման շարունակվում է լայնորեն քննարկվել նաև հայ հասարակության շրջանում։ Բուռն քննարկումների թեմա է դարձել նաև Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչի վերջին հայտարարությունը, ըստ որի Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումները։ 93 թվականներից Թուրքիան փակել է, չէ՞, ճանապարհները։ Հիմա որ ասում են ճանապարհները բացվեց, մենք թրքանալու ենք, ինձ շատ հետաքրքիր է, մեր շահերն է պաշտպանում Թուրքիան, որ չի բացում։ Այդ հարցն եմ էլի ուզում տամ նման միտք արտահայտողներին։ Շատ լավ կլինի, կզարգանա մեր երկիրը։ Մենք չտեսանք, գոնե մեր թորները տեսնեն։ Փաշինյան։ Ինչու նրան։ Որտեղ սիրում ենք այդ մարդուն։ Մեր Հայաստանը ծաղկելու է մենակ թողել։ Իսկ այս թալանչիները այդ իրանց ունեցվածքի համար են սս կռիվանում։ Քոչարյանի ժամանակ ինչ բանով, երբ որ դատախազներ էին սպանվում ինքնուրույն, երկու կրակոցով իրանց սպանում էին, քաղաքական գործիչներ, քաղաքապետեր, սկսած Ստեփանակերտի քաղաքապետից, դրանք սպանվում էին, այդ խաղաղ ժամանակներ էր դա։ Մենք մեր վարչապետի հետ ենք։ Իսկ խաղաղության գործընթացում անպայման առաջի հերթին խաղաղությունը։ Միանշանակ 16-ին Նիկոլ Փաշինյան։ ինչու նրան հատկապես ինչից եք կողմում։ Ամեն ինչից։ Երկրում առաջին հերթին խաղաղություն է, որը տարիներ ի վեր մենք երազել ենք։ Կապաշրջափակման մասին ինչ կասեք, երբ ճանապարհներ բացվեն, տնտեսությունը զարգանա հարևան պետությունների հետ։ Նրանք հարևաններ են եւ բոլորս պետք է հարևանների հետ ունենանք կապեր, ինչ կապ ունի, ով է, ինչ է, եթե ճանապարհներն այդպես են անցնում մեր տնտեսության զարգացման համար, մենք պիտի այո հարևանների հետ իրականացնենք այդ արտաքին փոխադրումները։ Նշեմ, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունել է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի վերաբերյալ, այն գնահատելով որպես կարևոր և նշանակալի քայլ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Բրյուսելում համոզված են, որ տնտեսական կապերի ակտիվացումը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, փոխադարձ վստահության ձևավորմանը և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։